Քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-ից 2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք, որի շրջանակում ձերբակալվել է 7 անձ։ Տեղեկությունը հայտնել է քննչական կոմիտեն, հաղորդագրությունում ձերբակալվածների անուններ չեն նշվում։ Factor TV-ի տեղեկություններով խոսքը Վահան Քերոփյանի մասին է, նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու հոդվածների հատկանիշներով։ Ավելի վաղ Քերոփյանի եղբայր Ավետիք Քերոփյանը հայտնել էր, որ խուզարկել են եղբոր տունը եւ ձերբակալել նրան։ Լիազորությունները կասեցրած Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա խափանման միջոց կալանքը վերացնելու պահանջով։ Տեղեկությունը Factor AM-ին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Փաստաբանի տեղեկացմամբ Ղուկասյանին այսօր առավոտյան դարձյալ քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել չնայած առողջական վատ վիճակին։ Նրա տեղեկացմամբ Ղուկասյանի վիճակը 3 կտրուկ վատացել էր եւ վերջինը տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց եւ կալանավորվեց 2 ամսով Գյումրիի քաղաքապետարանում խուզարկություններից հետո։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները չեն կորցրել իրենց պահանջվածությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը նշել է, որ այդ հայտարարությունից 5 տարի անց Բաքուն եւ Երևանը դեռ շատ անելիք ունեն, որպեսզի կարգավորման գործընթացն անշրջելի լինի։ Ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների վերականգնումը, պետական սահմանի արդար սահմանազոտումն ու սահմանագծումը, քաղաքացիական հասարակության արդյունավետ շփումների հաստատումը, իշահ Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ նրանց անմիջական հարևանների։ Ըստ այդ հայտարարության Ռուսաստանը պատրաստ է այսուհետ եւս բոլոր ուղղություններով աջակցել ադրբեջանցի եւ հայ գործընկերներին, այդ թվում 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում։ Հայաստանի հետ խաղաղության ստորագրման վայրը կարելի է քննարկել միայն բոլոր պայմանների կատարումից հետո, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման առանցքային պայմանը Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է, որտեղ պահպանվում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դա անուղղակիորեն նշված է Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագրում, ասել է Հաջիզադեն։ Ադրբեջանը 3 գումարած 3 տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հիմնական նախաձեռնողներից է եւ հանդես է գալիս այս ձևաչափով հաջորդ հանդիպումն իր մոտ անցկացնելու օգտին, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք փորձեցինք վերջնական փաստաթղթում ներառել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հետագա հանդիպումների հետեւողական կազմակերպման վերաբերյալ դրույթ, սակայն հայկական կողմը դեմ էր։ Մենք կարծում ենք, որ հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում, ասել է Հաջիզադեն։ Եվրոպական հանձնաժողովը մի քանի բացառություններով արգելել է բազմակի մուտքի շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Բացառություն է արվել միայն շենգենյան երկրներում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների, մերձավոր ազգականների եւ տրանսպորտային ոլորտի աշխատողների, նավաստիների, բեռնատարների եւ ավտոբուսների վարորդների համար։ Հիմնավոր փաստերի դեպքում բազմակի մուտքի վիզաներ կարող են տրամադրվել նաեւ անկախ լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպաններին եւ այլախոհներին։ Եվրահանձնաժողովը սա հիմնավորել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմով, կիբերսպառնալիքներով եւ ռուսաստանցիների կողմից վիզաների կանոնների հետևողական խախտումներով։